Լսենք վարչապետի խոսքով համատեղության կարգով աշխատում է Հայաստանի թիվ 1 կրոնագետ, բարոյագետ եւ հոգեվոր նորոգման վարպետ։ Այս խոսակցությունը սկսվեց որպես հայհոյախոսության հետ սահմանակցող վեճ, բայց վեր է ածվել հոգեվոր եւ բարոյական նորոգման օրակարգի։ Սրանում է մեր Տեր եւ Ուսուցիչ Հիսուս Քրիստոսի եւ հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու կենարար ուժը, երբ մեզնից յուրաքանչյուրը հասկանում է, որ հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու հոգևոր եւ բարոյական նորոգման օրակարգը նախ եւ առաջ մեզնից յուրաքանչյուրի հոգևոր եւ բարոյական նորոգման օրակարգն է։ Да что ты, черт побери, такое несешь? Այ, ապուշ խոսակցություններ գնացեք, խելոք խոսակցություններ եկեք։ Հայաստանում իրականում ձևավորված էր երկու իրականություն այս կիրակի, նախորդ անցած կիրակի, դա հայ առաքելական եկեղեցին էր, ամբողջ Հայաստանի իր թեմերով ու եկեղեցիներով եւ Նիկոլ Փաշինյանը իր մի խումբ համակիրներով Հովանավանքում, տեսնենք թե ինչ մարդիկ են դրանք, ինչպիսի կուլտուրա են իրենց հետ բերում, ինչպիսի հոգևոր արժեքներ են իրենցից ներկայացնում, ապա տեսնենք թե մայրաթորում ինչ էր կատարվում։ Վերհապար, ինչ վերհապարներ, հա? Եթե ձեր սուրբը ինքն արդեն պատկերացնում եմ ձեր վիճակը, եթե ձեր սուրբը ինքն է։ Ձեզ էլի դուք? Հա, եկել եմ խոսամ, որպիսի դու, որպես երկրագնդի ամենանամուսով լրագրող, խեղաթուրես, սարքես համասեռամոլ, բայց մի օր ազատորեն վերցնելու։ Այդպիսի բան չեմ ասա, ինքներդ ասացի։ Ազատորեն վերցնելու, աստու դրան մոտ եմ, չեմ ուզում լրիվ արտահայտվեմ, կասկածները լրիվ ցրեմ, լրիվ կասկածները, ու մի հատ էլ սենց չեմ երեսի։ Ձեր կասկածները իրավապաններին հրավեմ, իրավապաններին ես հրավեմ։ Չէ, այն ասում է հազմակված ջրը, ինչ ասում է։ Давай, Նախ մենք ուղիղ եթերում ենք այս պահին, հարգելի քաղաքացի։ Հարցը թե կարգալույց ձեր ասած կարգալույց եղած հոգևորականը ում կողմից է կարգալույց եղած։ Ես դպիր էի եկեղեցուն, որպեսզի սովորեմ նաև գրափար լեզուն եւ եկեղեցական ծիսակարգերը։ Որ 30 տարի մենք քրիստոնեություն չունենք, 30 տարի չունենք, մահմեդական պետություն ենք մենք։ Համար դուք նախորդ կիրակի օրը ինչու քաղաքացուն եկեղեցուց դուրս հանեցիք, նրա ձայնը լռեցնելով, բերանը փակելով, այսօր էլ եք պատրաստվում նույն կերպ վարվել, ձեր հեռախոսին զանգ չի գալիս։ Ուղղակի ամոթ է, ամոթ է։ Հիմա լռեցնում եք մամուլի ձայնը, ինչպես նաև ժողովրդի ձայն։ Ուզում ենք ազատ անկախ Հայաստան լինի, ոչ թե Կիրիլի հավգիթներից կախվենք, երիկա, ամոթը։ Դուք արհամարեք, Հիմա դուք սկսելու եք արհամարեք դուք իրան։ Ես ասում եմ Նիկոլ Փաշինյանի նման քաղաքական հայր ունենալը դա պատիվ է։ Այն ասում է հազմակված ջրը, ինչ ասում է։ Ձեր հարցին պատասխանեմ, ես մի փոքրիկ Հելիարա։ Հա։ Ես որոշել եմ դրա մասին գրել, բայց այսօր հիմա ուր եթերում ես դրա մասին շատ հակիրճ, շատ կարճ կպատմեմ։ Պետք է գնայի Երուսաղեմ ուսանելու ճեմարանում։ Ծնողներս, հա, եւ իմ համաձայնությամբ ես պետք է գնայի Երուսաղեմ, որպեսզի ճեմարանում սովորեի։ Նաև պարապում էի այլ առարկաներ։ Այ երկար բարակ խոսակցություններ գնացեք։ Կարճ կոնկրետ խոսակցություններ եկեք։ Ուզածդ ինչա։ Լուր հասավ իմ ծնողներին եւ Հայաստան, որ Երուսաղեմում բարձրաստիճան հոգեվորականներ սեռական ոտնձգություններ են իրականացնում ճեմարանի ուսանողների նկատմամբ,
իմ ծնողները եւ ես որոշեցին, որ ես այլևս երբեք Երուսաղեմի ճեմարանում չեմ սովորելու։ Չհասկացա, ես ի՞նչ ես ասում։ Հարգելիս, դա միայն ես չեմ ասում։ Կեղծ հոգևորականի կողմից Կեղծը դուք եք։ կարգալույց եղած հոգևորական Դու ես, դուք եք ու սաղը։ Պարոն Հարությունյան, տեղյակ եք Ստեփան Ասատրյան ձեր մասին իր գրառումներով է կիսվել ժամանակին, որ անվանել է Սորոսի բիչ եւ այլն։ Ո՞նց եք վերաբերվում դրան։ Գիտեք, երբ որ տոտալիտար համակարգերում գերի են վերցնում զինվորներին, իրենց ամեն գրածը, ամեն ասածը պետք է ներել։ Այսինքն ինչ որ մեկը իրենց գերության մեջ պահել, ասել է ձեր Տեր Արամը գտնվել է տոտալիտար համակարգում եւ գերության մեջ։ Այսինքն այն ժամանակ ձեզ գերության մեջ Սորոսի բիչ անվանել, հիմա ազատվել է այդպես չի անվանում։ Ես շատ խորաթափանց մարդ եմ, շատ զգացմունքային եւ վերին ատյանների հետ էլ կապի մեջ եմ։ վերին որ ատյանի Երկնային։ Ես արդարությունն ու անարդարությունը կարողանում եմ իրարից տարբերակեմ։ Ոստի ես իմ զգացմունքներին դեմ չեմ գնում եւ եկել եմ պատարակի։ Այ ապուշ խոսակցություններ գնացենք, խելոք խոսակցություններ եկեք։ Ապա տեսնենք, թե մայրաթորում ինչ էր կատարվում։ Հավատացյալների հսկա շարքերը սահում բացում են Գարեգին երկրորդ վեհափառի ճանապարհը Մայր տաճարում։ Վեհափառը իր գահակալության 26-րդ տարեդարձին նվիրված Սուրբ եւ անմահ պատարագին գալիս է Սկևրայի սրբերի մասունքների պահատուփով։ Հավատացյալներն օրհնություն են խնդրում վեհափառից եւ միայն Աստծուն հայտնի մասին աղոթում մասնատուփին հաղորդվելիս։ Դպիրների Տեր Ողորմյայով ծնկի եկած հավատացյալները աղոթում են Միքայել, Բագրատ, Մկրտիչ սրբազանների, Երևանում քաղաքական պատճառներով բանտարկվածների, Բաքվում հայի պատանդարվածների համար։ Հրավիրում ենք ամենքիդ աղոթք մատուցելու Ապանիչ եւ հույս հավատացելոց Քրիստոս Աստված բեր պահյա, պահպանյա եւ օրտնյա զազգսայոց զեգերեցիս Հայաստանյաց։ Իհարկե մենք հասկանում ենք, չէ՞ սիրելի բարեկամներ, որ գործ ունենք կեղծ օրակարգի հետ, որովհետև Նիկոլ Փաշինյանը ձախողել է իր բոլոր խոստումներն ու քաղաքականությունները անվտանգության, արտաքին քաղաքականության, խաղաղության լիարժեք հաստատման, ստորագրության, նա ընդհանրապես պարտավորությունները հերթով կատարում, դեռ պետք է սահմանադրություն փոխի, դեռ պետք է շատ բաներ անի, որպեսզի Թուրքիան վերջապես բացի իր սահմանից Ադրբեջանն էլ ստորագրի եւ ավերացնի խաղաղության պայմանագիրը։ Այս ամեն ինչը արվում է այդ օրակարգից ձեր ուշադրությունը շեղելու, իրական ձեր խնդիրներից, ձեր հոգսերից շեղելու եւ տանելու բոլորովին այնպիսի ուղղություն, որտեղ կրքեր են միայն բորբոքվում ատելության խոսքը, որտեղ շահագործելով մարդկանց կրոնական զգացմունքները, իսկ այդտեղ ֆանատիզմը շատ է։ Ձեզ ուղղակի դարձնում են մունետիկ իրենց գլոբալ խնդիրները լուծելու համար, որպեսզի դուք չզբաղվեք այդ հարցերով, որպեսզի ձեր ուղեղը, մեր բոլորի քննարկումները, բանավեճերը լինեն ֆիկտիվ, կեղծ օրակարգերի վերաբերյալ, որովհետև դեռևս նյութական խնդիրները չլուծած, հոգևոր խնդիրներին անդրադառնալը առնվազն, եթե ոչ ցինիզմ է, ապա բացահայտ ծաղր է ձեզ բոլորիդ, որովհետև դուք Նիկոլ Փաշինյանին ընտրել եք ոչ թե հոգևոր նորոգման համար, այլ որ նա մեր երկիրը բերի նյութական ամրության եւ բարգավաճման։ Նա այդ խնդիրը ձախողել է։ Դրա համար ձեզ զբաղեցնում է հոգևոր մտավարժանքներով։ Այն թիրախը, որը կար, որի դեմ նա իրականում պետք է պայքարեր արտաքին թշնամիները եւ ներքին թշնամիները, նա իր հայացքը ուղղել է հոգևորականության դեմ։ Սա էր փաստորեն այն մանդատը, որը նա ձեզնից ստացել էր։ Դուք ինքներդ դատ եք, թե նա ինչպես է ձեզ ծաղրում եւ օգտագործում։ Եվ տեսնելով, համադրելով այս արժեհամակարգը, այս մարդկանց տեսակը, այս մարդկանց խոսույթը, այդ զուգահեռ իրականությունները, որտեղ կա հայ առաքելական եկեղեցին, հոգևորականությունը, հայ ժողովուրդը եւ կա ինչ-որ մի խումբ մարդիկ, ովքեր իրենց տվայտանքների եւ իրենց մեղքերի մեջ խրված չգիտեն ինչպես իրենք իրենց արդարացնեն։